Եվ երրորդ կարգավորումը, որ առաջարկում ենք այս փաթեթով փոխել, որի մասին դուք նախորդ կամ մի կառավարության նիստ առաջ խոսել եք, բոլոր նպաստները, բոլոր տեսակի նպաստները եւ կենսաթոշակները ամբողջությամբ անկախիկ դարձնելուն է վերաբերում։ Ըստ էության որևէ այլ պարագայ, որևէ դեպքում մենք չենք վճարելու կանխիկ, հիմա էլ է իրականում թիվը բավական իջնում եւ օրինակ կարող եմ ասել, որ միայն վերջի մեկ ամսում 10,000-ով իջել է կանխիկով ստացողների թիվը, ունենք այս պահին 661,000 քաղաքացուց, որ որևէ տեսակի նպաստ կամ կենսաթոշակ է ստանում, կանխիկ ստանում է ընդամենը 60,000-ը, 600,000-ը ստանում է արդեն անկանխիկ եւ նորից եմ ուզում նշել, միայն 10,000-ը, այսինքն տենդենսը ավտոմատ կա, բայց մենք այս որոշումով դա կարագացնենք։ Այս կարգավորումը ուժի մեջ ենք դնում ապրիլի 1-ից մի պատճառով, պարոն վարչապետ, որովհետև այդ մեր 60,000 քաղաքացիները, որոնց մի մասը նաև մեր աջակցության կարիքն են ունենալու այդ կանխիկից անկանխիկ ացման process-ում, դա լինի հնարավորինս սահուն եւ անցավ եւ այս առիթը օգտագործելով պետք է խնդրեմ մեր գործընկերներին, հատկապես կենտրոնական բանկի եւ նաեւ պետեկամուտների կոմիտեի, որպեսզի իրար հետ աշխատենք ԿԲ-ի դեպքում որոշակի աջակցություն ակնկալելով բանկերի կողմից այդ հարցը լուծելու մասով, բանկերի եւ մենք կարգավորումները կփորձենք միասին տալ, իսկ պետեկամուտների կոմիտեի կողմից որոշակի բնակավայրերում, որտեղ որ սովորաբար հրաժարվում են անկանխիկ առևտրից, վարչարարությունը ուժեղացնելու, որպեսզի մեր քաղաքացիները զրկված չլինեն այդ հնարավորությունից։ Որպես օրինակ եմ ուզում ասել, որի իրական դեպք եմ ուզում ասել, օրինակ հենց հիմա կան քաղաքացիներ կույր, որոնք որ մեր լիարժեք քաղաքացիներն են, որոնց հրաժարվում են բանկերում օրինակ տալ քարտ, որպեսզի իրեն կարողանան, այո, այդպես կոնկրետ դեպքերով ահազանգեր ունենք, խնամակալ են ուզում դատարանի վճռով հաստատված, որպեսզի գա իրենց փոխարեն դա ստանա, ես ուզում եմ բարձրաձայնել, որպեսզի բոլորս հանձնառություն վերցնենք եւ այդ հարցը լուծենք, որտեւ այդ տիպի քաղաքացիներն են նաեւ ստիպված եղել մինչ օրս ստանալ կանխիկ եւ հենաշարժական խնդիրներ ունեցողները նաեւ, որոնք տնից չեն կարողանում դուրս գալ։ Շնորհակալություն։